Խորհրդարանական 4 խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստին ներկայացել էին ընդամենը 45 պատգամավոր։ Արդյունքում քվորումի բացակայության պատճառով նիստը չկայացավ։ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե հանրապետական խմբակցությունից ստացել են դիմում, համաձայն որի քաղաքական այլ ուժը չի մասնակցելու նիստին։ Չնայած ազգային ժողովում օրն աշխատանքային էր, սակայն հանրապետական եւ օրինաց երկիր կուսակցությունների պատգամավորների աշխատասենյակների դռները փակ էին։ Եղել է արտահերթ նիստը բոյկոտելու կոալիցիոն որոշում, մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Իսկ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեջ բերեց Սահմանադրության 66-րդ հոդվածը։ Պատգամավորները կաշկանդված չեն հրամայական մանդատով եւ գործում են իրենց խղճին եւ համոզմունքին համապատասխան։ Սա իրավական գնահատական է։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական գնահատականին եւ քաղաքական որոշումներին, կոնկրետ քաղաքական բոյկոտի որոշմանը, ԱԺ կանոնակարգ օրենքի 99-րդ հոդվածը հնարավորություն է տալիս, որ քվեարկությունից առաջ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը հանդես գա հայտարարությամբ։ Նախաձեռնողները ցանկանում են բովանդակային քննարկումների գնալ։ Իսկ այդ բովանդակային քննարկումները արդեն 10 տարի մենք անում ենք։ Նոր թեմա քննարկելու բնականաբար տեղին չէ։ Ընդդիմադիր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին հանրապետականի եւ նրա կցորդը համարվող օրինաց երկիր կուսակցության ներկայացուցիչների պահվածքն անակնկալի չէր բերել։ Բոյկոտը քաղաքական որոշում է, բայց պետք է տրամաբանված լինի, կարծում է պատգամավոր Նաիրա Զորաբյանը։ Իշխող քաղաքական ուժի որդեգրած քաղաքականությունը վաղուց արդեն տրամաբանությունից դուրս է, շարունակում է Լյուդմիլա Սարգսյանը։ Եվ ընդհանրապես այդ դրույթը երևի արտահերթ համագումարի պետք է հանել, քանի դեռ այս իշխանություններն են, այս ազգային ժողովն է, որովհետեւ այս կերպ ոչ մի նախաձեռնություն, որը բխում է ժողովրդի շահերից եւ նախաձեռնում է ընդդիմությունը, մշտապես դատապարտված է տապալման։ Իշխանության ոչից այլևս անակնկալի չեմ գալիս, այնպես որ կարելի էր կանխատեսել, հատկապես 3 կൂട്ടակային կենսաթոշակային ֆոնդի վերաբերյալ այսպես հիացմունքով հնչած ելույթներից ելնելով։ Հախուստը նիստից հերթական անգամ, անկախ նրանից դրան ինչ անուն կտա քաղաքական բոյկոտ թե ինչ, մեկ անգամ եւս վկայում է այն մասին, որ ուղղակիորեն չունեն հիմնավոր հակափաստարկներ։ Խորհրդարանում զարգացող իրադարձություններին զուգահեռ տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ազգային ժողովի շենքի դիմաց։ Ընդդեմ պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակների նախաձեռնող խմբի անդամները նշում էին, որ օրենքում սահմանված պարտադիր պահանջը հակասահմանադրական է։ Ըստ ցուցարարների օրենքը սահմանում է նաև տարիքային խտրականություն, որի հետևանքով գործատուներին ավելի ձեռնտու կլինի աշխատանքի ընդունել մինչև 1974 թվականին ծնվածներին։ Մի օր զարթնում են ու իմանում են, որ բարև ձեզ, ձեր աշխատավարձի 5-ից 10%-ը դուք չեք ունենալու։ Ու ամենաստոր ձևով կեղտոտ աշխատավարձի հաշվարկով 5-ից 10%-ը կախված աշխատավարձի 500,000-ից չանցնելուց հանում են մաքուր աշխատավարձից, այսինքն մաքսիմալ հնարավոր քամելու տարբերակով։ Անիմաստ է մարդկանց պարտադրել, ժողովրդին պարտադրել ինչ որ աշխատավարձից ավել հարկ մուծելը։ Տեսակետը դա որը իր հետևից բխացնելու է բոլոր իր հետևանքները, որ ասենք հիմա այստեղ հավաքվածները այն մարդիկ են, որ ինչ որ ձևով միջին խավ են ձևավորում, իրանք ուզում են այդ միջին խավն է ոնց որ վերացնեն։ Գլխավոր պահանջներից մեկը պարտադիրի հանելն է, բայց նաև կա շատ հիմնախնդիրներ առաջացնող բաղադրիչներ։ Կառավարությունը բարեփոխումների անվան տակ շարունակում է մտնել շարքային քաղաքացու գրպանը, իսկ նախաձեռնությունը, որը օրենսդրական ուժ կստանա հունվարի 1-ից ըստ ցուցարարների իր մեջ վտանգավոր տարրեր է պարունակում։ Սոցիալական լրացուցիչ բեռի ավելացումը արտագաղթի հերթական ալիքի պատճառ կդառնա, կարծում է դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Սա մեր երիտասարդ ծերունն են, թակառակ փոխանակ նրանց խրախուսենք, որ կարողանան արտոնություններ ունենալ, տեղ գտնեն, աշխատեն, մենք հենց այս գլխից իրանցից 5% վերցնում ենք։ Սա ուղղակի անհասկանալի, անհեռանկար, նույնպես արտագաղթը խրախուսող քաղաքականություն է։ Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին սատարելու համար նրանց միացան արտահերթ նիստ հրավիրած քաղաքական ուժերի ներկայացուցիչները։ Բողոքի ակցիան տեղափոխվեց նաև կառավարության, ապա հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց։ Փայլակ Ֆարադյան, Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։